Ամփոփ Անդրկովկասը ինչ է նշանակում Իրանի համար։ Երեք Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ ադրբեջանցի պահի տակ մոռացանն է քաղաքական վերլուծաբան էր, որը նաև ժամանակին պաշտոններ է զբաղեցրել եւ խորհրդարանում եւ կառավարությունում, հայտարարեց, որ Ադրբեջանը իր այսօրվա սպառազինությամբ այնքան հզորություն ունի, որ կարող է հասնել մինչև Թեհրան։ Գիտեք, նմանատիպ հայտարարությունները ուղղակիորեն շփիտ են առաջացնում։ Իրանի ընդամենը մի դիվիզիա կարող է ամբողջ Ադրբեջանը այս ծայրից այն ծայրը վարել։ Ադրբեջանը չունի ոչ մի բան։ Ադրբեջանի տարածքում այսօրվա դրությամբ աշխատում են 6 հետախուզական կենտրոններ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների համար ու նաեւ մի քանի ճակերտավոր խելացի քաղաքներ, որոնք տեղակայվել են 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո գրավյալ Արցախում իսրայելական տեխնոլոգիական նախարարության կողմից։ Ինչ ունի էլ Ադրբեջանը։ Ոչինչ։ Այսինքն Միացյալ Նահանգները վերջի 47 կամ 8 տարվա ընթացքում ինքը միշտ փորձել է տարբեր ձևերով իրականացնել իշխանափոխություն եւ դրա համար իրենք ժամանակին կարողացել են ներթափանցել եւ ռազմական եւ կրոնական եւ տարբեր հաստատություններում եւ առաջ գնալ։ Նույն ժամանակ էլ Իրանը որպես պետություն, Իրան հասկացողությունը ինքը խորքային պետություն է։ Ինքը մի պետություն է, որ 2500 տարի ունեցել է անընդհատ պետականություն։ Այնտեղ հարձակվել են արաբները, հարձակվել են մոնղոլները, հարձակվել է բոլորն անցել են այդտեղից։ Բայց ով որ մտել է Իրան, իրանցիները իրենց տերները բացել են, հետո իրենց ձուլել են իրենց մեջ։ Քան որ իրանյան մշակույթը ինքը բավականին հզոր է։ Եվ Իրանը ունի իր խորքային պետությունը։ Եվ դա արդեն շատ լավ հասկանում են Միացյալ Նահանգները։ Այդ իսկ պատճառով իրենք մեկ մեխանիզմի վրա չեն կանգնում։ Իրենք ներթափանցում են իրենց ինկերոշարասյունով ամենտեղ։ Նույն ժամանակ իրենք փորձում են Իրանում զարգացնել եւ հրահրել ազգային փոքրամասնությունների ըմբոստությունը եւ կռիվը ընդդեմ իշխանության, ինչպես որ այս տարվա հունվարի 8-ին եւ 9-ին տեղի ունեցավ շուրջ 7000 վարձկաներ իրենք դրսից բերեցին աշխարհում արդեն մոտ 50 տարի է կա նոր տերմինոլոգիա դա կոչվում է կոգնիտիվ պատերազմ կամ ճանաչողական պատերազմ Ճանաչողական պատերազմը ինքը հանդիսանում է հիբրիդային պատերազմի մեկ բաղադրիչ եւ հիմնական մասը Հիբրիդային պատերազմը նշանակում է կիբեր հարձակում, ահաբեկչական գործողություններ, տնտեսական շրջափակումներ, ռազմական շրջափակումներ, քաղաքական միջամտություն եւ ճանաչողական պատերազմ։ Ճանաչողական պատերազմի միջոցով կարողանում են թշնամու եւ բարեկամի կերպարը փոխել։ Սա այն պատերազմն է, որը վարվել է հայ ժողովրդի դեմ դեռևս 1990 թվականից։ Եվ այդտեղ շատ մեծ ներդրում են ունեցել արևմտյան պետությունները, մասնավորապես Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, հետագայում Եվրամիությունը, Բրուսելը, Ամերիկան։ Ձեզ կմեղադրենք ասեն դուք ապացույցներ ունեք, թե պարզապես այսպես թվարկում եք, որովհետև ձեր վերաբերմունքն է այդտեղ երևում։ Իսրայելը եւ Թուրքիան։ Ցանկացած ժողովուրդ կարող է չճանաչել իր բարեկամին։ Բայց ցանկացած ժողովուրդ պետք է ճանաչի իր թշնամուն։ Վերջի 300 տարվա ընթացքում նվազագույնը 300 տարի ընթացքում հայ ժողովրդի մեծագույն թշնամին եղել եւ մնացել է Թուրքիան։ Թուրքերն են եղել, որը հայ երեխաներին գողացել են եւ իրենցից յենիչերիներ են պատրաստել։ Թուրքերն են եղել, որը կոտորել են ամբողջ 19-րդ դարում հայ ժողովրդին։
Թուրքերն են եղել, որը կոտորել են իրականացրել 1908-ից մինչև որ 1923 թվականը հայոց ցեղասպանությունը։ Թուրքերն են եղել, որը գրավել են Արևմտյան Հայաստանը եւ հայաթափել են եւ այնտեղ ամբողջ հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացրել են։ Թուրքերն են եղել, որը կազմակերպել են Բաքվի ջարդերը։ Թուրքերն են եղել, որոնք կազմակերպել են Նախիջևանի հայաթափումը։ Թուրքերն են եղել, որոնք կոտորել են 1990 թվականին հայերին Բաքվում եւ Սումգայիթում։ Թուրքերն են եղել, որը հայաթափեցին Արցախը։ Իսկ այսօր շնորհիվ այդ արևմտյան պետությունների թուրքերը դառնում են բարեկամ, որի մեջ շատ մեծ դերակատար ունի այսօրվա իշխանությունները, որը ամբողջությամբ կատարում է արևմտյան ծրագրեր։ Այսինքն ճանաչողական պատերազմը սա է, երբ թշնամին դառնում է բարեկամ, եւ ազգը, ժողովուրդը չի կարողանում տարբերակել թշնամուն բարեկամից, եւ բարեկամի ու թշնամու դերակատարումը փոխվում է։ Նույն ճանաչողական պատերազմը կիրառվում է նաև Իրանում։ Միայն ի տարբերություն Իրանի, մեզ մոտ չկան մասնագետներ, որոնք խոսեն այդ պատերազմի մասին եւ այդ պատերազմների հետևանքների մասին։ Սա է խնդիրը։ Մեր մոտ պետական համալսարանը մի քանի քոր կոպեկի համար ամեն ինչը վաճառում է դրսին եւ կատարում է արևմտյան բոլոր ծրագրերը։ Մի քանի քոր կոպեկի համար փոխում են հայ ժողովրդի պատմությունը։ Մի քանի քոր կոպեկի համար լրատվամիջոցները հարձակվում են ամենայն հայոց կաթողիկոսի եւ հայոց եկեղեցու վրա։ Մի քանի քոր կոպեկի համար ժամանակին հարձակվում էին արցախցիների վրա։ Եվ սա ներքին քայքայում է։ Նույն մեթոդաբանությունը կիրառվում է նաև Իրանում։ Պարզապես այնտեղ կա հզոր կենտրոնական իշխանություն, որը չի թողնում դա տեղ հասնի, կամ մասամբ է տեղ հասնում։ Իսկ մեզ մոտ սկսած Լևոն, Ռոբերտ, Սերժ, Նիկոլ բոլորը եղել են այդ ճանաչողական պատերազմի հիմնական դերակատարները հայ ժողովրդի եւ Հայաստանի դեմ։ Սա է խնդիրը։ Ցանկացած ազգ ինքն է որոշում իր ճակատագիրը։ Իսկ իր ճակատագիրը որոշելու համար ինքը պետք է ունենա գրագիտություն, ոչ թե գրաճանաչություն, այլ պետք է լինի գրագետ։ Եթե հայ ժողովրդի Հայաստանի դպրոցներում, համալսարաններում եւ բոլոր գիտական բուհերում սկսեն գրագիտությունը զարգացնել, ուրիշ ոչ մի բան, մեր ժողովուրդը այնքան իմաստուն է, որ կարող է շատ հանգիստ տարբերակել ամեն ինչը։ Եվ քանի որ ինքը միշտ եղել է նախաձեռնող, ինքը կարող է շատ հանգիստ այս ամբողջ փոթորկոտ աշխարհում նավավարել եւ դուրս գալ այս վիճակից նվազագույն կորուստներով։ Դա վաղվա եւ մյուսօրվա օրն է, այսօրվա մասին էի հարցնում նաեւ։ Կներեք, երեխան ծնվում է 9 ամսվա ընթացքում։ Դուք ոչ մի բան այսօր չեք կարողանի եւ 35 տարի ոչինչ չեք արել։ Եվ 35 տարի շարունակաբար քանդել եք։ Դրա համար էլ Նիկոլը որոշել է, որ մեր ապագա սերունդն էլ ոչնչացնի, որպեսզի արևմտյան ծրագրերը մեր տարածաշրջանում իրականություն դառնան։ Ուրիշ ոչ մի բան չկա։